Միլենա, իմ ձայնը լսվում է։ Այո, Ոնց ես։ recording էր լինում, այսի դուրս գամ, հետո հենց մտնես նոր կմտնեմ։ Ահա, Արմանն էլ եկավ։ Մհմ։ Արման ջան, ողջույն։ Ողջույն, ողջույն։ Ինչպե՞ս եք։ Ընտիր։ Շատ Մեկ լավ է։ վայրկյան։ Ես հենց միացնեմ կամերաս, իրար Ըհը, դեմքով տեսնենք։ բարը ձեզ։ Բարև ձեզ։ Իմ ձայնը նորմալ լսվում է։ Ահա։ Միլեն քոնվոտ տավա լսվում։ Շատ լավ լսվում է։ Միլենան էլ է մեր թեյներից։ Այսօր ինքը իմ հետ է լինելու։ Հենց Բարև Բարը ձեզ, ձեզ, հաճելի բարը ձեզ, ասա։ support կանենք։ նմանապես։ Ես ուղղակի այսօր որպես երկրորդ TA եմ չմիացնեմ վիդեոս։ Հարմար տեղում չէ։ Բայց հաճելի է Okay, շատ։ նմանապես։ Իսկ մա օքեյ, եկեք ես էլ մի հատ վիդեոներ շեյր անեմ, տեսեք օքեյ է ձեր մոդ լսվում է, տեսնում եք։ Կամ Արման ջան, կարող է դուք մի հատ շեյր անեք ձեր էկրանը, տեսնենք ամեն ինչ նորմալ է։ Եթե ինչ-որ բան կա, որ ձայնով էլ պետք է միացնեք, էդ էլ փորձենք։ Չէ, ձայնով բան չունենք ստեղ։ Ահա, օքեյ։ Ես լավ տեսնում եմ էկրանը։ Եթե մենակ այս էջն է պետք լինել, թե մենակ, չէ, մենակ սլայդը չի, օքեյ, լավ։ Չէ, սենց սլայդեր ունենք, Ահա, GPT-ն է։ սաղ բացել եք ապրեք։ Հա, չէ, սաղ պատրաստ է Դա անտիլա։ իմ մոտ սենց տարբեր տեսակի շպարգալ կաներ էլ կան էլի սենց։ Ինչը ոնց, ինչ պրոմպտ պետքա գրվի, ոնց պետքա գրվի եւ այլն, սաղ լինքերը ունեմ։ Անտիր։ Այս Ուղղակի ստեղ մի բան, շպարկաները շատ են օգնում։ Ահա, ստեղ մի բան, ուղղակի երևի թե ես իմ edge-ը, հա, մենակ թե կանամ, իմ screen-ը, ավելի ճիշտ վեբ կամերային է։ Փորձեմ share անել։ Zoom-ով կարաք համ բրաուզերը ինչ-որ կոնկրետ մի պատուհան շեյր անեք, կարաք ամբողջ էկրանը շեյր անեք, կարաք մենակ բրաուզերը շեյր անեք։ Չէ, ես ուզում եի, որ մենակ համ էլ վեբ կամերան էլ էլի առանձին share լիներ դրա համար։ Հա, այդ չգիտեմ, ճիշտն ասած ես չեմ օգտագործում, բայց Ստեղ այս պարագայում սենց է բերվում։ Ստաբերակով աղվել։ մի րոպե, ես ձեզ հոստ սարքեմ համել, կողետ էլ կապ ունենը։ Ահա, ես մի հատ իմ էջն է փորձեմ։ Մի հատ նայեք ձեզ մոտ նորմալ լսվում է ձայնը ու Նորից վիդեոն ողջույն նորմալ է։ բոլորին։ Հա, լավ նորմալ է։ Նորմալ է։ Ես կարանք հենց սրա վրա թողենք, որովհետև հենց մասնակիցները միացան, պետքա սա դնեմ։ Այսքան վсё, պատրաստ ենք։ Կարաք հանգստանաք, սպասեք, միջև սկսենք։ Բայց մի հատ նորից էլ կտնեք։ Մի րոպե։ Նորից ողջույն բոլորին։ Կներեք, մի հատ զանգի պատասխանեմ, դուք նայեք։ Հա, օքեյ։
Okay չէ, վիդեոն։ Վիդեոն լրիվ օքեյ է։ Ուղղակի ոնց անենք, որ մենակ իմ էկրանը ստեղ, վեբկամերան share անի ստեղ։ Այդ ամենակ հարցը ոնց որ դա։ Մի րոպե ես էսի մի հատ անջատեմ։ Ստեղ լիքը share-ը հնարավորություններ կա, advanced ինձ թվում է դրա մեջ է, դա second camera կա, երկրորդը։ Մի հատ կփորձեք այդ դրանով։ Պետք է սենց Արևներ, անենք։ Պրիվետ։ Ողջույն։ ոնց եք։ Լավ ենք, դու ասա։ Էս ինչ լավն է կամերատ։ Բա, թանկով եմ առել։ Բայց միկրոֆոնը Ապա հեչ, հա։ միկրոֆոնը չէր երևում։ Վայ։ Դեպքիդ հետ մերվել է։ Բայց շատ թույն է, դզեց։ Ընտիր։ Անահիտ ջան, ողջույն։ Պրիվետ։ Ինչպե՞ս Էնում ես։ գլուխն է։ Են գլուխը, Գլուխա։ հանդակը։ Սպասեք։ Լավ է, Միլենա, Ան դու վեբ ոնց ես։ կամերա share անելու փորձ ունես։ Լավ, ապրես շատ։ Վեբ կամերա share անել։ Օ, գլադիատորենք են։ Այսպես բաներ եմ սարքում, էլի։ Ասում եմ գլադիատորենք են եկե։ Հռոմեական էլ ունեմ դեռ։ Ոչ այդ կայ շատ դզեց։ Երապա, այս մենք հիմա տեսնում ենք Արմանի էկրանը, չէ։ Ահա։ Արմանի էկրանը լավ տեսնում ենք, իրան լավ տեսնում ենք, ձենը լսում ենք։ Ինչն է պետք մեկ էլ ստուգել, երևի մի հատ զվուկ միացնենք, տենանք share Դուք sound-ը, Արմանը okay։ ասեց ինքը իրան պետք չէր, իմ մոտից ստուգեցինք, իմը օքեյ էր Okay, վիդեոն։ ճիշտ է։ Good, շուտ լավ է։ Մենակ մի պա, ոնց անենք, որ նաև վեբկամերան ստեղել էլի, երևա իմ մոտից։ Իմ վեբկամերան երևում է հիմա ձեզ։ Այո, Всё, օքեյ, օքեյ։ Օքեյ։ կոմոդ ինչքան կարաս այդ zoom-ը թաքցրու, որտեղ դաս տալուց ահավոր խանգարում է։ Չնայած դու երկրորդ Ուրախացինք։ մոնիտոր ունես։ Կարաս երկրորդ մոնիտորին գցես, որ ոտոտակ չընկնի։ Բայց թույն է։ Այսինքն հիմա որ տեսնում ենք վեբ կամերայով ենք տեսնում քեզ։ Այո։ Այն Օքեյ, աջ ներքևը մտածում դրած էի մի հատ ոնց վեբ կա։ անենք։ Օքեյ։ Թե սա Գիտես ինչ, օքեյ է։ էսի այն մոտ բարձացա Արման ջան, վերև։ մեկ էլ եթե pigeon hole-ը չես բացել, էդ էլ բացի, հեսա չաթում են մի հատ էլ կուղարկեմ, հենց այս zoom-ի չաթում։ Սխիալ լրվել ստեղ իմ մոտ։ Ինչն է լրվել։ Այս անում մի վարկյան, երև մի հատ սենց stop down, մի վարկյան։ Այս միկրոֆոնը տեր թազա։ Միկրոֆոնը վեբկամերան։ Սա կարաս վայրենի ռիլեր նկարես։ Միլենա, ես քո առաջի օնլայն դասնա որպես TA։ Ամեն Այո, ճիշտ է սրվա TA Իլանա։ Կներես, այսօր աթի է, առաջինն էլ չի։ դրա համար ես կողքից եմ այսօր մի հատ հետևեմ։ Ինքը Առաջ եմ ես TA շփվել։ TA-ն է։ Դե շատ extended team ենք դառնում։ Ես անցած նայում եմ մարդ չի ավելացի, հանգիստ խոսենք, թե չէ։ Ավելանանը կարանք շփվենք մինչև։ Այդ սկզբի վիդեոն Վահանին ասել եմ մի հատ ուրիշ վերսիա սարքի,
Կարանք մի Ահա։ կորել այդ դնենք, հետո կփոխենք։ Ուզում ենք մի հատ լինի, որտեղ մեր բանից, ոդկասթից բանից էլ կադրեր կլինեն։ Թույն կլինի։ Բայց կասես 10 րոպեանոց լինի, էլի միանգամից։ Հա, լավ ես ասում։ Ուզում եի ասենը Վահանը ստեղ չի։ Ասեմ։ Մի հատ սենց հարց բանի հետ կապված, վիոյի հետ կապված։ Ինքը ամսական 5 հատ է թողում։ Չէ, ուրիշ չաթ ես բացում, էլի օգտագործում ես։ Հա, Հենց նորից ես գալի, իրեն օգտագործում ես։ Այդ որտեղ ես կարդացել։ Լսի, նոր վիո 2-ի վրա գցեցի, տվեց, որ գեներացիաները սպառվել են։ Էլ նորից փորձի այդ նոր չաթով։ Նայ, 5 հատ է տալ։ Բամ, Էս ուրեմն փոխվել է։ Բայց գազապահան։ ասում է 10-ից 5-ն ես օգտագործել, փասեն 10 է տալիս։ Բայց նայ, դու դրանից հետո API պետք է բան անես, ավելացնես։ Դա պահը։ Հասկացա։ API-ն է, որ ավելացնում ես, դու պետք է կրեդիտնի կարտոչկան իրան կցես, մի խոսքով այնտեղ եկա պրոցեսը, էլի։ Բայց Նենց ես որ, իշտո բան է, AI Studio-ն $300 ձրի API է տալիս։ հա, Կարաս բայց խմես։ հետո դե որ կպցրել ես բանը, ասա կարտոչկեն կպցրել ես, կարա առանց քեզ ասելու էլ տանի։ Հա, սպառվելուց հետո կարա։ Ես բան եմ արել, այստեղ մի հատ էլ եմ բան բացել ուրիշ։ Այս, так։ Մի հատ ուրիշ ակաունթով էլի։ Որ մարդուս եթե սպառվի, այդտեղ կանես։ Այդ լայֆհակն էլ կարանք ասենք, մարդը մի 7 հատ ակաունտ ունեն, ոնց էլ չլինի։ Բայց իրականում թույն է, որ մենք ես իրենց պատմում ենք էլի, հիմա տենց նես չի մարդիկ կարող են ձրի որակով վիդեոներ ստանան, փորձելու համար ահագին օգտակար է։ Ոսկով էսի սենց։ Շո, դե կարանք գնանք Մեկը մի մեր հատ մոտ միշտ էլ այդ ֆոնտերի խնդիրը լինելու է, գիտես, այդտեղ էս կամայում։ համայում։ Դե նայ, ես իշխո կարանք Canva-էլ անենք։ Իրականում մեր պրեզենտացիաները համ Gamma են, համ Canva, բայց սովորաբար այդ մի հատ mindset-ի դաս ունենք, էդ ենք Canva արել, մնացածը սաղ Gamma են։ Ինքը տենց շատ հեշտ է edit լինում, մանավանդ լինկեր բան preview-ով կամ embed արած դնում ենք, ահագին արագ է ստացվում, հետո դիզայնն էլ ադապտացնում է, դրա համար էս ենք նախընտրում, բայց այդ вообще քրիտիկական չի, կարանք օրինակ տենց full կիսվենք, էլի, երբ պետքա Canva, երբ պետքա Gamma։ Կստати, բանում Canva-ում արդեն մի հատ template ունենք, այ քեզ բանի դիզայնով, եթե որոշես Canva-ից ուզում գնաս, ես այդ դուպլիկատ կանեմ, կտամ քեզ, վրան կհավաքես։ Okay. Վիսնույթ դզամ։ Անահիտ ջան, խնդրեմ ձեր Slack-ը ստուգեք։ Հիմա, Շնորհակալ։ Սենց ավելի լավ չի։ ավելի լավ է, այդ գլուխներն էլ են լավերը։ Արման ջան, դու Slack ունես։ Չէ, Լավ։ ինչի։ Բանը, թիմային կոմունիկացիան հիմնականում Slack-ով ենք անում, ես մտածում եմ բոլոր ուսուցիչների համար էլ մի հատ channel ունենանք, համ սաղը ստեղ լինենք իրար ճանաչենք, համ շփվենք։ Մի հատ հասկանամ, կարող է բոլորիդ հրավիրեմ Slack, տաղով էֆեկտիվ լինի։ Տարբեր կանալներ ունենանք, know-how-ներ, AI էքսպերիմենտներ, թե չէ հիմա տենց շատ բան է, չափակենտրոն ենք էլի, կեսը WhatsApp, կեսը Telegram, կեսը Slack։ Հա, Լավ, չէ, ես մի մի բանի հատ մեջ է ջոգեմ պետք։ քեզ կասեմ։ Մի բանի մեջ է պետք գնալվի էլի։ Բայց երբևէ օգտագործել ես, Հա, ծանոթ ոչ ես։ չէ։
Հա, թույն, օքեյ։ Այդ կոնստրակտում եմ աշխատել, ոնց կարամ Slack-ի հետ ծանոթ չլինեմ։ Հա, անդեղ Slack-ով եք շփվել։ Հա, Slack-եր սա։ Էլա, այս ուղարկածը տեսա, պետքա Ահա։ խոսնակի մեյլով չէ լինի, եթե հա, ապա Հագևի մեյլով, Ինձ Գևորգ թվում է Շինիկ զուտ բիլետը Ռեարմենիա։ ուղարկելու համար է, ես տենց եմ կարծում, բայց երևի Գևինովան եմ, հա։ Նավսեկի Գևինը վարա, ինձ թվում է հեսայելի է տվյալներ ուզելու։ Okay, հա, ես էլ առաջի էջն եմ, մի քանի էջ կա։ Դա ուրեմն Գևինովան եմ։ Մհմ։ Ես պրեզենտացիան դեռ չեմ սարքել, բայց այսօր էդ էլ կանենք, կուղարկենք։ Հիշում ես չէ, որ այսօր է վերջերը։ Հիշում եմ այո։ Գևի մեյլը հիշում ես, անգիր Գև Շնիկ Ռե Արմենիա։ Գևորգ, չէ, Գևորգ, Okay. Գևորգ Շինիկ Ռեարմենիա.com։ Օ, ես ուզում էի տնայինները ստուգեի կիսատ մնաց։ Լավ, զուգահեռ են առաջի դասի տնայինները նայեմ, որ մի քիչ գովում ասեմ օգվեք։ Արման ջան, դու քանի տարի է վիզուալների մեջ ես։ Մոտավորապես մի 13-14։ Ոյքո։ Բա։ Դե տենց կասեմ։ Okay։ Դա լավ, պատկերացնում եմ։ Ես թեթևի մեջ քեզ կներկայացնեմ, դու կխորանաս։ Ահա։ Բան կանենք, ուրեմն, так, այս ինչի է, այս sharing-ի զրթիկը մնացել։ Կստացի, կուզես քեզ մի հատ բան ասեմ, կարող է օգտակար լինի։ Այս գամմայի մեջ, որ S-ն է սեղմում, Ահա։ ինքը S-ից է բացում։ Հա, թիթիզ ձևերով, հա։ Հա, համ թիթիզը, համ էլ կախված բանից շատ օգտակար է։ Մեկ որ դու ինչ որ սլայդ ունես, որի վրա տարբեր Դզես։ կոմպոնենտներ կա, հա, ես ամենաշատը եմ սիրում սրա մեջ, Հա։ որ չի շեղում իրանց ուշադրությունը, հերթով ինչից խոսում ես, այդ ես ցույց տալիս։ Հա, շատ կայֆ բան է։ Այն։ Ուրեմն ստեղից հետո անելու ենք LLM-ներով ենք աշխատելու, այսինքն կօգտագործենք GPT-ն ու Google AI Studio-ն, դրանից հետո մի հատ կարանք հարց պատասխան անենք, այսինքն ես էլ ենք անցնում, ստեղից արդեն սկսելու ենք արդեն աշխատելը, հենց անցնենք Midjourney-ին, այսինքն ես Midjourney ու diffusion model-ի ու բանի էլի LLM-ի մեջտեղը մի հատ հարց ու պատասխան կարանք անենք, Midjourney-ին կանենք կվերջացնենք, նոր դրանից հետո մի հատ կարանք հարց պատասխան անենք, չէ, այսինքն հա Sora-ն էլ ենք անելու, դրանից հետո ստեղ կարանք հարց ու պատասխան անենք, միջև բան անելը, վիդեոներին անցնելը, ու ստեղ արդեն սրանից հետո էլ կարանք մի հատ հարց ու պատասխան անենք։ Ես քեզ հենց հարց ու պատասխանների ժամանակ հիշեցնեմ, թե կուզես 5 րոպե առաջ ասեմ, որ 5 րոպեից հարց ու պատասխանը։ Չէ, կարաս հենց տեղում էլ ասես։ Okay։ Մեր մոտ դա շատ ֆիքսած է, հենց ժամայինով հենց այս խոսքը։ Չէ, вообще չէ, կարաս արխային ճկուն լինես, տենց եթե օրինակ ես ասեմ ժամն է, բայց դու հələ մի 3 րոպե ասելիք ունես, կարաս լրիվ ավարտես հետո։ Okay։ Մեկ է սրանք PDF-ով կտամ։ Բան ենք արել, ես գիտես ինչ եմ արել, քո պրեզենտացիան դուպլիկատ արեցի, մեր community երեխեքը միշտ download են անում, drive-ում դնում են էլի, պրեզենտացիան ու recording-ը, որ այդ երկուսն էլ իրանք ավելացնեն դասից հետո, էլ քեզնից չուզեն։ Թույն։
Մեկ էլ քեզ մի բան էի մոռացել ասել, դասից անմիջապես հետո, չնայած երևի տեսել ես recording-ով, դասից անմիջապես հետո տենց մի հատ survey ենք դնում, որ իրանք իրանց կարծիքն են գրում դասի մասին, էդ էլ վերջում էլան կմիացնի։ Ռեկորդինգների մեջ չեմ տեսա, գիտես։ Երևի կտրում Կարող է են նրա կտրում են։ խքերվա։ Ես էլ recording չեմ նայել։ Այսինքն դասը ավարտեցինք, մնում ենք, հələ։ Չէ, ոնց որ վերջի մի րոպեին ասում ենք դե գնահատեք այսօրվա դասը, ձեր կարծիքը ասեք, էդի հենց Zoom-ում է բացվում, ու ուտեղ հաջող ենք անում, քոլը զուտ չենք անջատում, ով դեռ շարունակում է լրացնել, լրացնում է, բայց մենք տենց անմիջապես կամերա, վան, միկրոֆոն անջատում ենք։ Անուշ ջան, պրիվետ։ Բարև Անուշ ջան։ Ոնց է։ Չույն Անուշ ջան։ Լավ ենք, դու ոնց ես, լավ պատրաստված ենք, ոնց տեսնում ես։ Հա, շատ ուրախ եմ։ Բա մասնակիցները մեր ուր են։ Պրոբկայի Այսքանով մեջ են ենք հիմա։ այսօր։ Թիմով մտել ենք։ Իրենք waiting room-ուն է սպասում, Չէ, հա, չունեն։ Մենք չունենք տենց բաներ։ Մի Ջոնս չունենք։ Անցած անգամ շուտ մտել էինք, Արյամը այս սեթափներն զարմացա։ էինք անում, մեկ էլ մի հոգի տենց տենանք մեջն է արդեն, անցի 30 քանիս էր։ 6 ամիս առաջ ես պանիկա էի անում, հիմա սկսում եմ շփվել հետները, որ մտնում են, շատ կայֆ է։ Բարև Անուշ ջան, այդ վիդեոների մասով, հա, գնահատելու մասը կտրած է, ես դե որ նոր եմ նայել, չկա այդ վերջի հատվածը, ոնց որ միանգամից հաջողանելուց անջատվում է։ Okay։ Հա, շատ լավ է, տրամաբանորեն անջատվում է։ Արման դու երկու ոնց որ մոնիտորով ես, հա, հիմա։ Մերվան այս մեկի վրա է, ճիշտ հասկացա։ Ահա։ Այո։ Դաժե սեղանի վրա է, ոչ թե մոնիտորի, չէ։ Արմանի սեթափը անգիր գիտենք արդեն։ Նորից ողջույն բոլորին։
Նորից ողջույն բոլորին։ Նորից ողջույն բոլորին։ Ընկերներ ջան, բարի երեկո բոլորին։ Հուսով եմ լավ եք։ Այսօր շատ հետաքրքիր դաս ենք ունենալու։ Մեր ամենաէսթետիկ դասն է լինելու, սովորելու ենք իրար հետ շատ տպավորիչ, ոնց որ մենք ենք սիրում ասել, 1000 բառի տեղ խոսող վիզուալներ գեներացնել։ Ուզում եմ խնդրել, ում հարմար է կամերաները միացնենք, որպեսզի մենք նաև ձեր դեմքերը ու էմոցիաները տեսնենք ընթացքում։ Ու հիշեցնեմ, որ ինչ հարց լինի, անպայման հիմա հաղումը կդնենք չաթում, այս գործիքի մեջ գնաք գրեք, որովհետև ընթացքում 4 անգամ ունենալու ենք հարց ու պատասխան։
ու այսօր իրականում մեր մոտ մի քիչ բացառիկ օր է, որովհետև այսօրվա մեր ուսուցիչը Արմանն է Մկրտչյան, ով նոր է միացել Այքեսբան թիմին, ու այսօր իր առաջին դասն է լինելու, դուք էլ առաջին երջանիկներից եք, որ Արմանի դասը առաջին անգամ լսելու եք։ Արմանը արդեն 10+ տարի վիզուալների մեջ է, այդ իրականում շատ տպավորիչ է, ու ես տենց համոզմունք ունեմ, որ առհասարակ AI գործիքները տենց անգամներ ավելի էֆեկտիվ են հենց մասնագետների ձեռքին։ Օրինակ, ես, չլինելով վիզուալ արտիստ, կարամ նորմալ նկարներ ստանամ AI-ների հետ, բայց վիզուալ արտիստները տենց բժական նկարներ են ստանում, այսօր կփորձենք նաև Արմանի այդ փորձը իրանից վերցնել, կիսել Արմանի փորձը մեր գլուխ բերել, մի խոսքով։ Արման ջան, դու արդեն քեզ մի քիչ ավելի մանրամասն կներկայացնես ու ուզում եմ սկսենք այսօրվա դասը, ուշադիր եղեք, լիքը հետաքրքիր բաներ ենք սովորելու ու վաղը անպայման մինչև օրվա երկրորդ կես ուղարկելու ենք ձեզ թե պրեզենտացիան, թե այսօրվա դասի ձայնագրությունը։ Դե սկսենք, մերսի, շատ մերսի Անահիտ ջան։ Սկսենք այսօրվա դասը։ Այսօրվա դասը մենք ունենք մի հատ խորագիր 1000 բառի տեղ խոսող վիզուալներ, դասը վարելու եմ ես, արդեն Անահիտը ներկայացրեց ինձ, իմ անունը Արման Մկրտչյան, CGI եւ AI generalist եմ, 3D conductor եմ անում, motion designer եմ ու այդ ամեն ինչը նաեւ դասավանդում եմ։ Եկեք անցնենք իմանանք այսօր ինչ ենք անելու։ Անելու ենք նկարների գեներացիա, օգտագործելու ենք LLM-ներ, այսինքն large language model-ներ, նկարների գեներացիա ենք անելու text to image diffusion մոդելների հետ, ու ավելի կոնկրետ Midjourney-ով ենք աշխատելու եւ անելու ենք վիդեո գեներացիաներ Kling AI եւ Veo2-ում։ Մի փոքր մի հատ նախապատմություն, հա, այս ամեն ինչը որտեղ էր ու հիմա որտեղ ենք գտնվում հենց այս պահի դրությամբ։ 2022 թվականին Midjourney-ն թողարկեց իր երրորդ վերսիան, տեսնում ենք sense նման տեսակի պատկեր ունենք, աղավաղված պատկեր ունենք, ու այս ժամանակ բոլորը շատ սկեպտիկ էին մոտենում, հա, ընդհանուր AI-ին ու բոլորը շատ կասկածում են, որ այս ամեն ինչը ինչ-որ մի լավ տեղ կտանի, բայց իրականում ընդամենը 6 ամիս հետո, երբ որ Midjourney-ն թողարկեց իր արդեն 4-րդ վերսիան, ունենք նման տեսակի պատկեր։ Իդեպ ասեմ, պատկերներն էլ կարող եք տեսնել, արդեն իրենք չափերով են տարբերվում, ստեղ 256 պիքսելների քանակն է եւ ստեղ արդեն 512-512 aspect ratio-ն է։ Անցավ 3 տարի այդ ամեն ինչից հետո եւ արդեն ունենք նման տեսակի պատկեր, այսինքն ունենք prompt, որ ուղղակի, հա, ասենց տղամարդը եւ կինը գրկախառնված են, ստեղ ունենք արդեն նման տեսակի ֆոտոռեալիզմ, կարելի ասել, հա, հենց լուսանկար որպես այդպեսին ունենք։ Մի խոսքով, տեսնում ենք, որ շատ արագ այս ամեն ինչը զարգանում ու իրականում շատ ճիշտ ժամանակն է այս ամեն ինչը հենց հիմա սովորել, որովհետև եթե ընդամենը 3 տարվա ընթացքում նման տեսակի գործիքը, նման տեսակի առաջընթաց եւ էվոլյուցիա ունի, ուրեմն պատկերացրեք ինչա կատարվելու մի քանի տարի հետո, ոնց որ ամենաճիշտ ժամանակն է այս ամեն ինչը հասկանալ ու սովորել։ Բերել եմ մի քանի տեսակի, հա, բան, որ կարողանաք պատկերացնել, հա, ինչ կարանք հիմա անենք այս գործիքների հետ։ Նման տեսակի նկարներ կարող են գեներացնել, կոնցեպտներ կարող գեներացնենք, ֆեշնի հետ կարող այդ ամեն ինչը լինի։ Մի խոսքով, ստեղ որպես այդպեսին սահմանափակումներ չունենք, սահմանափակումները մեր մոտ միշտ մեր գլխում է։ Հենց որ այս գործիքը թույլ է տալիս մեզ ուղղակի այն ինչը որ մենք պատկերացնում ենք միանգամից ստանանք։ Խոսքը չի վերաբերվում մենակ լուսանկարներին, տարբեր տեսակի իլյուստրացիաներ կարանք անենք, օրինակի համար գծանկարներ կարանք ստեղծենք, կոմիքսներ կարանք ստեղծենք, եթե զբաղվում եք իլյուստրացիաներով եւ կոնցեպտ արտեր եք անում, կարող եք նույնիսկ ձեր կոնցեպտների վրա իրանց սովորացնեք, իրենք նաեւ կարող են նման տեսակի պատկերներ գեներացնել։ Սկսելու ենք մենք այսօրվա մեր դասը LLM-ներից։ LLM-ների հետ կարծում եմ արդեն աշխատել եք, պատկերացում ունեք իրանցից ինչ են ներկայացնում, աշխատելու ենք Sora-ով եւ Nano-Banana-ով, ու ոնց ենք խոսում, հա, LLM-ների հետ, այսինքն սովորական chat-ի նման, հա, մենք ազատ կարանք շփվենք, ազատ կարանք նկարագիր տանք, մենք ինչ ենք ուզում այդ ամեն ինչից ստանանք։ Ստեղ ունենք հետեւյալ պատկերը, այսինքն ստեղ հանձնարարություն եմ տվել
սորային եւ նանոբանանային, ուղղակի սորային ասել եմ, դու ոնց ես քեզ պատկերացնում որպես մուլտ պերսոնաժ, ինքը նույն ձև նման տեսակի նկար է գեներացրել, իսկ նանոբանանան նման տեսակի նկար է գեներացրել։ Այսինքն իրանց հետ շփվելը շատ հասարակ է, շատ պարզ է, շփվում ենք նենց, ոնց որ սովորական չաթով կարանք շփվենք։ Եկեք մի հատ քննարկենք, հա, այս գործիքները ընդհանուր, հա, մեր casual իրավիճակներում ոնց կարանք օգտագործենք ու ինչեր կարանք ստանանք։ Կարանք սոցիալական մեդիայի կոնտենտներ գեներացնենք, նվերների համար կարանք ինչ-որ բաներ մտածենք, պրոֆիլ նկարների համար կարանք աշխատենք, ինտերիեր գաղափարներ, հագուստի ու ոճի փոփոխումներ կարանք անենք, օրինակ նման տեսակի բան ունենք, իդեպս սելֆիի վրա մենք եւս էլի աշխատելու ենք, իդեպ կարող եք դուք էլ ընթացքում, դասի ընթացքում, հա, բացել նման տեսակի աշխատանքներ մեր հետ միասին անել։ Ստեղ ունենք տարբերակ, որպես պրոֆեսիոնալ իրավիճակներում ոնց կարանք աշխատենք իրանց հետ, կադրաշարի ստեղծում, կադրաշարը նույն ինքը ռասկադրովկա կամ storyboard ոնց հարմարած ես, գովազդային հոլովակներում, անիմացիոն ֆիլմերում, motion design-ում, կոմիքսների եւ գրաֆիկական վեպերի պլանավորում եւ իհարկե այդ ամեն ինչը որ անում ենք նաեւ կարանք օգտագործենք տպագրության մեջ։ Ստեղ ունենք օրինակ, արդեն կարծում եմ բոլորի կողմից արդեն ծանոթ է արդեն ինչ է իրանից ներկայացնում, հենց շունն ու կատուն ենք ստեղ օրինակը վերցրել, եղել է հետևյալը, մենք ստեղ ունենք sense թեթև prompt ունենք, prompt-ը հետևյալն է, ես ունեմ սցենար եւ ուզում եմ, որ դու storyboard կադրաշար պատրաստես մոտ 6 նկարից։ Դրանից հետո իրան ուղարկել եմ շունն ու կատվից մի որոշակի հատված ու տեսնենք ոնց է այս ամեն ինչի հետ ինքը աշխատել։ Ուրեմն ունենք նման տեսակի նկար, սա նանոբանանան արել, հետևյալն է, այստեղ տեսնում ենք, որ հետաքրքիր ձևով է ինքը այդ ամեն ինչը պատկերացրել, հենց ձմեռը պատկերացրել է, որ շունը գալիս է ինչ որ մորթի է իր ձեռքը, կատուն ստեղ է, նույնիսկ ստեղ պայմանավորվում են, իդեպս դետալն է շատ հետաքրքիր ինքը գեներացրել, հավանաբար, որ այնտեղ տողում ենք, չէ, ուրբաթ օրը համեցեք տար։ Հավանաբար երևի այդ պահն է, դրա համար ինքը ստեղ sense կալենդարը ավելացրել է, բայց իր մոտ մի քիչ sense ավելի հետաքրքիր է ստացվել, եթե երևի նրանից է, որ ամբողջությամբ չեմ ուղարկել, ստեղ sense happy end ունենք էլի, մի խոսքով վերջում գդակը պատրաստ է լինում։ Ինչը վերաբերում է սորային, սորան էլ ասենց գեներացրել, բայց էլի իր կողմից որոշակի բաներ է ավելացրել, բայց ինչևէ էլի հետաքրքիր է ստացվել, իդեպ ասեմ, որ ընդհանուր իրան հանձնարարություն չի տրվել, թե ինքը ոնց է պետքա գեներացիա անի, այսինքն ինչ ստիլով պետքա գեներացիա անի, բայց միանշանակ դուք էլ կարող եք այդ ամեն ինչը ձեր կողմից ավելացնել, այսինքն ամեն մեկը արել է նենց, ոնց որ ինքը ավելի հետաքրքիր է տեսնում։ Այսինքն ստեղ ունենք գծանկար, ստեղ ունենք, կարելի ասել նենց դիսնեյական, հա, 70-ականների ստիլի նկար։ Հետևյալն է, երբ որ ես իրան ուղարկեցի, հա, այսինքն այս սցենարը իրան ուղարկեցի, այսինքն prompt-ը իրան ուղարկեցի, որից հետո ներքևում գրեցի, թե կոնկրետ որ մասն եմ ուզում, որ ինքը գեներացնի։ Սա Gemini-ի պատասխանն է, ինքը ասել է, հա, հրաշալի է, եւ այլն, ու առաջարկել է 6 նկարի, հա, փոքր sense անվանումները, ինչը ոնց է պատկերացնում։ Հենց որ ընթացքում էլ դուք կարող եք իր հետ աշխատել, իրան ասել, չէ, ուզում եմ օրինակի համար 6-րդ նկարը մեր մոտ մի քիչ ուրիշ լինի, մի խոսքով LLM-ների ամենամեծ պլյուսը հենց այն է, որ ընթացքում հնարավոր է որոշակի քննարկումներ իր հետ անել։ Դե ինչ, եկեք սկսենք, ուրեմն անելու ենք գեներացիաները մեր արդեն կարծում եմ բոլորի կողմից արդեն սիրված ChatGPT-ում եւ Google AI Studio-ում ենք անելու։ Հետևյալն է, ես ուրեմն եկեք հենց իմ selfie օրինակով, ուրեմն ինչ ենք անում, բացում ենք folder-ը, գտնում ենք այն selfie-ին կամ այն նկարը, որի վրա ուզում ենք աշխատենք, ուղղակի վերցնում ենք ու շպրտում ենք ստեղ։ Drag and drop։ Ինչը վերաբերվում է Google AI Studio-ին, եթե Google AI Studio-ն բացել եք, բայց
ուզում եք հենց նանոբանանայով աշխատել, իդեպ ինքը default-ով էլ կարա աշխատի նանոբանանայով, բայց կարող եք այստեղ էլ նաև ընտրել նանոբանանա եւ այստեղից արդեն կարող ենք ընտրել եւ տեղադրել նկարը։ Ինչ ենք անում, այստեղ ունեմ արդեն պատրաստի պրոմպտեր, իդեպ ասեմ LLM-ների շատ մեծ մինուսը, պլյուսը այն է, որ իր հետ կանենք հանգիստ հայերենով շփվենք։ Նույնը վերաբերում է թե Google AI Studio-ին եւ թե ChatGPT-ին։ Օրինակի համար կարող ենք այստեղ ավելացնել, որ հետեւյալ պրոմպտը ավելացրու օպտիկական ակնոց այս լուսանկարի տղամարդու վրա։ Եկեք մենք հիմա այս հրահանգը կուղարկենք ստեղ ու միաժամանակ նույն հրահանգը կարող ենք ուղարկել Google AI Studio-ին։ Մեկ վայրկյան ստեղ մեր մոտ սենց անենք։ Ու տեսնենք ամեն մեկը այս գործիքը, հա, ամեն մի LLM ոնց այս լուսանկարի հետ կաշխատի, տեսնում ենք, որ արդեն Google AI Studio-ն արդեն արեց աշխատանք, ու ավելացրեց օպտիկական ակնոց ոնց որ ուզում էինք, GPT-ն դեռ աշխատում է։ Իդեպ հենց նանոբանանայի առավելություններից մեկը իր արագությունն է։ Այո։ Տեսակ ընդհանրապես 11 վայրկյանում ունենք արդեն իր գեներացիան։ Այո։ Նույնիսկ հիմա կարող ենք շարունակել արդեն ստեղել կարող ենք շարունակել աշխատել։ Ինչ ենք արել, գրել ենք զուտ հայերենով, հա, փոխիր այս լուսանկարում տղամարդու շապիկը եւ դրա փոխարեն թող լինի գունավոր վերնաշապիկ։ Տեսնում ենք, չէ, ինչքան հեշտ է իրականում իր հետ աշխատելը։ Այստեղ մեր մոտ GPT-ն դեռ մտածում է։ Քիչ unboxing անում, քիչ Ինձ unboxing անում քիչ։ Այստեղ արդեն են մի քանի վայրկյանում ինչքան ունենք, 20, սա ընդհանուրն է արդեն հաշվարկ անում, այսինքն կարելի ասել, հա, 16 վայրկյանում ունենք նման տեսակի պատկեր։ Դե հիմա արի մարդկանց համոզի, որ այս ակնոցներով չես կամ այս վերնաշապիկով չես, էլ ինձ ֆոտոռեալիզմը ապահովում։ Ահա։ Ունենք նման տեսակի պատկեր, բայց ես ուզում եմ այստեղ մի շատ կարևոր մի բայց կա, որի մասին պետք է խոսենք։ Եկեք ես մի հատ նաև կբացեմ հենց օրիգինալ նկարը ու ընդհանուր մի հատ կհամեմատենք, հա, ինչ ունենք, թե ինչ ունենք եւ ինչ ստացանք։ Տեսնում ենք, որ ավելացրել է, հա, ստվերները, ֆոտոռեալիզմը լրիվ տեղն է, ընդհանուր գունային պատկերն էլ է, օքեյ, բայց մի քիչ ակնոցը ավելի արտահայտիչ է երևում։ Եկեք մի հատ էլ փորձնական մի հատ տեսնենք ստեղ ինչ ունենք։ Կարելի ասել երկուսն էլ ֆոտոռեալիզմ ապահովել են, բայց իմ կարծիքով Google AI Studio-ն մի քիչ ավելի լավ է աշխատել, որովհետև նույնիսկ ստեղ ունենք դետալներ, հա, ոնց որ sense ակնոցը մաշկի հետ կոնտակտի մեջ է բավականին ֆոտոռեալիստիկ է ստացվել։ Իդեպ ասեմ, որ բան հետևյալն է, ես արդեն, քանի որ Google AI Studio-ով արդեն աշխատում եմ, երբ որ դուք առաջի անգամ փորձեք իր հետ աշխատել, փոքրիկ հուշում է լինելու, ու դրա մասին էլ կխոսենք իհարկե, բայց դա խոսելու ենք դասի վերջում, փոքրիկ հուշում է լինելու, որ երբ որ դուք օգտագործում եք այս գործիքը, դուք միանշանակ կարելի ասել, հա, ասես ճակերտավոր ստորագրում եք նրա տակ, որ այդ նկարների հետ կապված իրավունքը ձերն է եւ իրավունք ունեք դրա հետ աշխատելու։ Այսինքն չենք անում ուրիշի, հա, սելֆիների վրա չենք աշխատում ենք մեր սելֆիների վրա, այդ պարտադիր խնդրում եմ միտեղ այստեղ պահում ենք այդ պարտադիր։ Եկեք լավ, մեկ էլ այս ChatGPT-ում էլ նաև հրահանգը տանք, որ ինքն էլ ստեղել անի նաև
վերնաշապիկի հետ կապված, հա, փոփոխությունը, որտեղ ինձ հետաքրքիր է ինքը ոնց կարա սրա հետ աշխատի, ու մի հատ կտեսնենք, հա, անդադ գեներացիաներից հետո ինքը ոնց իրան կդրսևորի։ Ну, արդեն պատկերացրեցիք ոնց է աշխատում Google AI Studio-ում, հա, այսինքն ինչ արագություն է ապահովում։ Մենք արդեն ստեղ երկու լուսանկար են գեներացրել, մեր մոտ դեռ Google ChatGPT-ն դեռ աշխատում է, բայց եկեք ժամանակ չկորցնենք ու եկեք հետևյալը անենք, մենք կարանք սենց դուպլիկատ անենք մեր chat-ը եւ սկսենք մի ուրիշ բան գեներացնենք։ Եկեք հետևյալ անենք, եկեք այն լուսանկարը, որը որ ունենք, դա վերցնենք որպես հիմք, այս լուսանկարը վերցնենք որպես հիմք եւ ստեղծենք մուլտ պերսոնաժ։ Տեսնենք սրա հետ ոնց կաշխատի։ Ուրեմն հետևյալն է։ Մենք ուղղակի, կոնկրետ ես իմ պարագայում ես ուղղակի copy paste արեցի, բայց ձեր պարագայում կարող մի քիչ typing ենք անելու։ Հետևյալն է, ուրեմն ստեղծիր մուլտ հերոս, որը նման կլինի լուսանկարում պատկերված տղամարդուն, մուլտ հերոսը պետք է լինի 3D, Pixar կամ Disney մուլտ հերոսի նման։ Հետևի ֆոնը թող լինի սպիտակ։ Так, մենք արդեն երրորդ հրահանգն ենք անում, տեսնենք մեր մոտ արդեն երկրորդ հրահանգի հետ ոնց է վարվում ChatGPT-ն, իսկ ChatGPT-ն դեռ աշխատում է։ Так, ու սենց պերսոնաժ արեց։ Նայեք, եթե ինչ-որ մի բան գեներացրել ենք ու չենք հավանում, մենք ինչ ենք անում, մենք delete ենք անում ու նորից ենք սեղմում, ուրեմն հետևյալն է։ Դա թող գեներացիա անի, այդ ավելի մանրամասն ցույց կտամ, մեկ այսա մի քանի վայրկյանում անելու է։ Եթե ինչ-որ մի բան ձեր դուրը չի գալի, միանգամից, այսինքն այն չի, որ ակնկալում եք, որ պետք է ինքը գեներացիա անի, ուղղակի delete ենք անում, ինքը նորից կարելի ասել չմտածեցել էլի, ասաց դա հենա մի անգամ գեներացիա արել եմ, ինչի երկրորդ անգամ անեմ։ Եկեք սենց կանենք, շատ հաճախ է սենց իդեպ լինում հենց Google AI Studio-ում, delete ենք անում ու սենց փոքրիկ օրինակ համար փոքրիկ ինչ-որ փոփոխություն կարանք անենք, նույնիսկ սենց space տանք, նայեք սենց այնքան որ մի բան ավելացնենք, որ ինքը իր սինտեքսը նենց է, որ եթե ինքը արել է մի բան, ինքը էլ չի մտածում, հա, որ մի հատ էլ քեզ նոր բան տամ։ Բայց երբ որ մենք մեր prompt-ը մի քիչ փոխում ենք, ինքը հնարավոր է նոր բան գեներացիա անի։ Տեսեք, որ նույն նոր բան գեներացիա արեց։ Okay, կարա լինի։ Սա ես իմ մոտ download կանեմ, հետո սրա վրա էլի մենք աշխատելու ենք։ Ուրախ լինենք, որ նորից նույն նկարը չբերեց, մեկ-մեկ այն նկարը, որ տալիս ենք, որից պիտի օգտվի, մեկ էլ լրիվ նույնը բերում տալիս է, մտա ինքը գեներացրեց։ Ուրեմն սա արդեն GPT-ն է արել, իմ դեմքը հիշում եք, չեք հիշում իմ դեմքը, սա կհիշացնեմ իմ դեմքը, իմ դեմքը սենց է։ Ստեղ երևի թե պլյուս մի 3-4 կիլո էլ ավելացա, եթե ոչ ավել, ու մի քիչ ոնց է շատ առավոտ լուսո է, էլի, հենց հələ չեմ արթնացել, հələ սուրճ չեմ խմել, սենց վիճակ է իմ մոտ։ Բայց ունենք այն, ինչ ունենք, այսինքն ինչ է տեղի ունենում, ցանկացած տեսակի փոփոխություններ, որ մենք անում ենք, ինքը անում է ռեգեներացիա, այսինքն խոսքը վերաբերում է թե Google AI Studio-ին է վերաբերում, եւ թե ChatGPT-ին է վերաբերում, Նայ հասկանանք, հա, գեներացիա, ռեգեներացիա, այդ իրանից ինչ է ներկայացնում։ Ուրեմն գեներացիա, երբ որ մենք հա 0-ից գեներացնում ենք ինչ-որ մի բան։ Իսկ մենք 0-ից type ենք անում, 0-ից ինչ-որ մի հատ նոր կոնցեպտ ենք ուզում ստեղծենք։ Ռեգեներացիան, երբ որ մենք արդեն աշխատում ենք, հա, եղած պատկերների հետ։ Այս պայմանությամբ, երբ որ մենք մեր դեմքը ստեղ հələ կարելի ասել հələ որ որոշակիորեն, հա, մեր դեմքներ արդեն ռեգեներացիա արեց, ինքը այսքան ամեն անգամ, երբ որ մենք փոփոխություն ենք ուզում անենք լուսանկարում, ինքը 0-ից ամեն ինչը իր մոտ էլի ինքը ոնց որ հաշվարկում է, ինքը էլի ոնց որ
այս վիրտուալ իրականությունն է ստեղծում ու քո դրած prompt-ի մեջ ինչ որ օրինակի համար օբյեկտ ինքը տեղադրում է այդ sense ճակերտավոր ասենք, այդ վիրտուալ իրականության մեջ ու փորձում է այդտեղ արդեն ինքը այդ ամեն ինչը ստեղծի, այսինքն ճիշտ լուսավորություն դնի, փորձի կոնստանտ պահի պերսոնաժին, օրինակ հա տեսնում ենք, որ այդտեղ ծառերն էլ է ինքը նորից փորձել անել ու մի քիչ ռակուրսի տարբերություն ունենք։ Դա նրանից է, որ ինքը արդեն իր բազայում ինչ ինֆորմացիա ունի, ոնց որ սկսում է դրա վրա էլ աշխատել եւ ձեր նկարի վրա ինքը նորից աշխատում է։ Բայց արի ու տես, որ Google AI Studio-ում մի քիչ պատկերը ուրիշ է, որովհետև ինքը հենց աշխատում է կոնկրետ ոնց որ sense սեգմենտավորված, հա, օրինակ ասել ենք, որ իրան պետք է մեր մոստեղ լինի ակնոց, ինքը հենց ակնոցի վրա է ոնց որ թե աշխատել։ Так, ունենք sense։ Հետևյալը կարանք անենք, եկեք մի հատ փորձենք գեներացնել հենց cartoon personage, հենց որը որ հանձնարարությունը տվել ենք Google AI Studio-ին, նույնը նաև անենք հենց ստեղ։ Եկեք տեսնենք դրա հետ ինքը ոնց կաշխատի։ Թող ինքը աշխատի, մենք տեսնենք մեր մոտ ինչա կատարվում։ Так, ունենք այս պատկերը, բայց օրինակի համար մենք ուզում ենք շարունակենք այս նկարի հետ աշխատել, այս պերսոնաժի հետ աշխատել ու ինչ կարող ենք անել։ Մենք կարող ենք օրինակի համար տարբեր հանձնարարություններ տալ, օրինակի համար թե օրինակ կարանք ռակուրսը փոխենք, օրինակ կարանք որոշակի, հա, ինչ որ շարժում տանք իրան, այսինքն sense static, հա, ասես հիմա կոնկրետ մեր մոտ այս պերսոնաժը sense եկել է паспорт սերան, եկել է sense նկարը բերել է, որ իրա տա։ Բայց եթե մենք ուզում ենք իրան շարժեն, իրան որոշակի էմոցիա տանք, մենք շարունակում ենք հենց այս նույն chat-ում իր հետ աշխատելը։ Так, եկեք ես հիմա ստեղ run կտամ ու ասեմ ինչ ենք անում։ Prompt-ը հետևյալն է։ Հիմա ուզում եմ, որ այս մուլտհերոսը ձեռքում լինի սպիտակ բաժակ եւ ուրախ դեմքի արտահայտություն։ Տեսնենք սրա հետ ոնց ինքը կաշխատի։ Խնդրեմ։ Ունենք նման տեսակի պատկեր։ Ես ամեն անգամ զարմանում եմ իրոք, այն որ ամեն անգամ զարմանում եմ Google AI Studio-ն ինչ արագությամբ է աշխատում։ Այն որ ես հասցրեցի prompt-ը կարդամ, ինքը արդեն գեներացիա արա։ Մեր մոտ GPT-ն դեռ աշխատում է։ Արման ջան, մեր մոտ 2 րոպեից արդեն առաջին հարցը պատասխանն է։ Այս մի պերսոնաժին էլ նայենք, կարանք քիչ-քիչ գնանք։ Չգիտեմ, ես ինձ նման է ժողովուրդ իրականում։ Էս ոչնչոց։ Էս էլ նշի, որ ինձ շատ նման է իրականում, բայց կարծում եմ, եթե մենք իրանց սովորացնենք, հա, ասենք տարբեր տեսակի նկարներ տանք, ինձ թվում է միանշանակ պերսոնաժը շատ ավելի կոնստանտ կլինի ու այն բազայի վրա, հա, որ ինքը սովորելու է, դե չէ, ընդհանրապես նման չի ալել։ Հայացքն է, հայացքն է, արհամարական հայացքը։ Մի խոսքով, եթե տարբեր նկարներ տանք իրանց, ինձ թվում է, այսինքն տարբեր ռակուրսներ լինեն, տարբեր տեսակի լուսավորություններ լինի, իր համար ավելի հասկանալի կլինի։ Բայց ինչևէ, ունենք նման տեսակի պերսոնաժ, ու եթե օրինակի համար ինչ-որ բան դուր չի գալի, կարող ենք նորից այս ամեն ինչը prompt-ը նորից գրել, ու ինքը արդեն ամեն անգամ ավելի հետաքրքիր բան կարող առաջարկի։ Հենց որ կարող ենք հիմա անցնել հարց ու պատասխանին, հետո կաշխատենք հենց Sora-ում։ Արման ջան, մոտ ունես հարցերը։ Так, ունեմ հարցերը, ընդհանուր ստեղ տեղադրեմ։ Ոնց անենք, որ նկարի գեներացիայի ժամանակ մեր տված մոդելի դեմքը չփոխվի եւ ամենալավ AI գործիքը որն է ձեր կարծիքով, որ շատ ռեալիստիկ նկարներ է գեներացնում։ Так, կոնստանտության հետ կապված հետևյալն է, միանշանակ դա եթե համեմատություն ենք անում, հա, կոնկրետ LLM-ների հետ կապված, միանշանակ Google AI Studio-ն ինքը միշտ ավելի կոնստանտ է պահում պերսոնաժներին։ Իդեպ խոսենք դասի
Մյուս հատվածում նաև կխոսենք նաև diffusion մոդելներից, այսինքն Midjourney-ի մասին էլ ենք խոսելու։ Midjourney-ն էլ ունի բավականին լավ գործիքակազմ, որ պերսոնաժին ավելի կոնստանտ պահի։ Եթե խոսքը վերաբերում ասենց ասեմ ոչ այդքան պրոֆեսիոնալ աշխատանքին, միանշանակ դա Google AI Studio-ն է, որտեղ այս օրինակով տեսնում ենք, այս օրինակից էլ կարող ենք տեսնենք, որ պերսոնաժների հետ կապված մի քիչ շեղումներ ունենք ChatGPT-ի հետ կապված, հա։ Google AI Studio-ն շատ ավելի հետաքրքիր է աշխատում։ Մի հատ փոքր հավելում անեմ, մեր մասնակիցներից ավելի մեր թիմից Արտակն է տեն շատ պրոմոթ անում, նաև Seedream է, չինականներից այդ TikTok-ի կամպանիայի մեծ լեզվական մոդելներից է Seedream-ը, ինքն էլ ահագին լավ պահում է այդ consistent character-ները, այսինքն երկուսն էլ կարաք նկատի ունենաք։ Ես հաճախ հագուստ կամ կոշիկ եմ տալիս GPT-ին եւ ասում եմ հագցնի մոդելին։ Միշտ շորի ու կոշիկի իրական պատկերները փոխվում են։ Նայեք, հետեւյալն է պահը, ուրեմն ոնց է ինքը աշխատում, հա։ Ընդհանուր կներեք, ընդհանուր AI-ը իրանից AI-ը ոնց է աշխատում, հա։ Ինքը ունի որոշակի բազա, հիմք ունի իր վրա, եւ այդ հիմքի վրա եթե մենք իրան տալիս ենք ինչ-որ մի բանի պատկեր ենք տալիս, հա, ինքը վերցնում է այդ ամեն ինչը, մի հատ անալիզ անում, այդ ամեն ինչը իրանից ինչ է ներկայացնում, ու համեմատության կարգով այն ինչ ունի իր բազայում, փորձում է մի հատ էլ ինտեգրի ձեր կոնցեպտի կամ ձեր նկարի մեջ։ Ինչը վերաբերվում է, եթե ձեր մոտ օրինակի համար կլինի կոշիկ, կլինի բրենդ, կլինի ինչ-որ մի ուրիշ բան, ինքը շատ հնարավոր է մոտիկացնի իր բազային, այսինքն իրան ավելի հասկանալի լինի, հա, ինքը ինչա գեներացիա անելու։ Եթե ինքը անելու է մի բան վատ, ինքը հաստատ չի անի դա։ Ինքը ավելի լավ կա, ինքը ավելի կողմը նրան, որ փորձի բերի այն դաշտ, որ համ ձեր համար է լավ, այսինքն ստացել եք այն ինչը, որ դուք ուզում եք, համ իր համար է լավ։ Եթե հնարավորություն կա օրինակի համար, հա, տարբեր կողմերից լուսանկար տրամադրել իրան ու մի հատ իր մեջ ուղարկել, այսինքն օրինակի համար, հա, նույն կոշիկը ունենք, եթե հնարավորություն ունենք այդ կոշիկը տարբեր ռակուրսներով մի հատ տեղադրենք ընդհանուր օրինակի համար, հա, ասենց չաթում, օրինակ մի 4-5 հատ նկար գցենք, տանք ինքը որ գեներացիա անի, որ ինքը հասկանա, մի հատ դուք էլ տեսեք ինքը ոնց է պատկերացնում։ Շատ հնարավոր ինքը որոշակի փոփոխություններով այդ ամեն ինչը պատկերացնում կամ իր մոդելի մեջ է պատկերացնում։ Այսինքն մի հատ դուք համոզվեք այդ մոդելը ինքը աշխատում է հենց GPT-ում, եթե չի աշխատում GPT-ում, կարող եք փորձել Google AI Studio-ում, իդեպ ասեմ Google AI Studio-ն մի փոքր ավելի լավ է աշխատում նման տեսակի խնդիրների հետ։ Եվ Google AI Studio-ում դուք կարող եք օրինակ տարբեր տեսակի, հա, օրինակի համար ստեղ ես ուղղակի prompt եմ արել, հա, որ չգիտեմ, ակնոց ավելացնի։ Դուք կարող եք նաև ստեղ ակնոց ավելացնել, հենց brand-ը, հա, նկարը։ Ավելացնել կստեղ մի քանի լուսանկարներից լինի ձեր prompt-ը։ Ուղարկել իրան ու տեսնեք ոնց է այնտեղ աշխատում։ GPT-ն մի քիչ ավելի պատասխանենք։ GPT-ն մի փոքր ավելի թերյա է, այդ պահով աշխատում։ Так. Մեկ էլ մի հատ փոքր տեխնիկական բան, այն ձախ հատվածի եռանկյունիկների կարաս սեղմես, որ հարցին որ պատասխանես, որ հետո հեշտ կողմնորոշվենք։ Okay. Ինձ մոտ չգիտես ինչու այսպիսի առաջադրանք տալը անգամ AI-ին վիզուալիզացիա վիզուալ կոնտենտի ստեղծում շատ ավելի դժվար է ստացվում, քան տեխնիկական առաջադրանքները դրա միջոցով կատարելը։ Թվային տվյալներ։ Այստեղ հարց չէր, փաստ էինք արձանագրում։ Առհասարակ դե վիզուալներն էլ իրենց առանձնահատկությունները ունեն։ Այսինքն այսօր իդեպ Արմենը ձեզ կառուցվածքի մասով կետեր կպատմի, ես ես խորհուրդ կտամ անպայման դուք դրա վրա ուշադրություն դարձնեք, որտեղ այդ դետալները եթե ներառեք, ավելի ձեր ուզած նկարներ կստանաք։
Ես այս փորձեմ այս մեկնաբանությունը շատ արագ մի բան պատասխան տամ, ուրեմն ժողովուրդ ջան, հետևյալն է, մենք բոլորս հիմա սովորենք, հա, օրինակի համար Photoshop-ով աշխատել, չգիտեմ, After Effects-ով, մի խոսքով ծրագրերով սովորենք աշխատել։ Ու ստեղ ունենք մի շատ կարևոր բան, որ AI-ը դա ծրագիր չի, որպես այդպեսին, հա, որտեղ մենք միջև այդ մոտեցում ունենք, եթե մենք մի բան անում ենք, մեր արածը դա կանխատեսելի է։ AI-ի պարագայում կանխատեսելի չի ընդհանրապես։ Ստեղ ավելի շատ ինքը քիմիական փորձեր են, հա, մենք տարբեր նյութեր խառնում ենք իրար ու ստանում ենք մի բան, որը միջև չենք ստացել։ Նենց որ AI-ի հետ կապված աշխատանքներ, կոնկրետ վիզուալների հետ կապված անընդհատ փորձարկումներ ու ամեն անգամ գտնել այն prompt-ի ձևը, որը որ դուք կարող եք իր հետ աշխատել։ Նկարների համար էլ անգլերեն prompt-ը ցանկալի։ Եթե խոսքը վերաբերում է LLM-ներին, ոչ։ Հայերեն հանգիստ կարող եք իր հետ շփվել։ Հետևյալն է, այո, ձեզ են պատկանում, մի հատ կարդամ, իրանց գեներացրած նկարները մեզ են պատկանում, հետևյալն է, այո, ձեզ են պատկանում եւ պատկանում են, կարելի ասել, բոլորին, ովքեր որ կարող են դրանից օգտվել։ Հետևյալն է, երկուսն էլ են անվճար, Google AI Studio-ն անվճար է, այնտեղ հնարավորություն կա, եթե օրինակի համար մեկ chat-ի ընթացքում 38,000 token է, եթե չեմ սխալվում, եթե դա լրանում է, դուք կարող եք մի հատ refresh անել, այսինքն ուրիշ chat բացել ու այդ chat-ում նորից շարունակել։ Խոսքը եթե վերաբերվում է ChatGPT-ին, օրվա ընթացքում 3 նկարի գեներացիայի հնարավորություն ունենք, որն ավելի ռեալիստիկ նկարներ ստեղծում, ինչ գործիք խորհուրդ կտաք, ոնց որ թե այս հարցին ենք պատասխանել, չէ՞, մենք ամենասկզբից պատասխանեցինք։ Հիշեցնեմ, կարանք շարունակենք։ Google AI Studio։ Google AI Studio, նանոբանն էլ Google AI Studio-ում ու Seedream-ը խորհուրդ տվեցինք։ Այո։ Անցնենք առաջ ու այն ամենահետաքրքիր պահերից ենք եկել, ուրեմն ժողովուրդ ջան, հետևյալն է, եթե դուք ունեք ամսական փաթեթ $20 շրջանակներում, դուք միանշանակ եւս կարող եք օգտագործել Sora։ Sora-ն օգտագործելու համար, այսինքն չենք սահմանափակում, հա, ChatGPT-ում մեր գեներացիաները, մենք գեներացիաներ կարանք անենք հենց Sora-ի կայքում։ Sora-ի կայքը հետևյալն է, sora.chatgpt.com, ու կարծում եմ դժվար չի լինի այդ ամեն ինչը գտնել, ձեր account-ը կբացեք ու կարանք սկսենք աշխատելը։ Իրանից ինչ է ներկայացնում Sora-ն, հետևյալն է, ստեղ ոնց որ կարելի ասել օրվա mood board-ն է, հա, իրանից ներկայացնում, ստեղ տարբեր տեսակի արտիստներ տեղադրում են publish են անում, հա, տեղադրում են իրանց նկարները, իդեպ կարող եք տեսնել, նայել ինչը ոնց է գեներացված, ինչ որ բան հավանեք, չհավանեք ու կարող եք ստեղ նույնիսկ տեսնել ինչ prompt-ով է ինքը աշխատել։ Prompt-երի կառուցվածքի մասին մի փոքր ուշ կզրուցենք, եկեք տեսնենք այս ամեն ինչը ինչ գործիք է իրանից է իրականում ներկայացնում։ Ուրեմն, քանի որ Sora-ն LLM հիմքի վրա է, մենք իր հետ կարանք նույն ձևի շփվենք, ոնց որ շփվում ենք, հա, նույն ChatGPT-ում, բայց ավելի կոնկրետացնենք մեր պատկերացումը, հա, մեր սինտեքսում ավելի կենտրոնացնենք նրա վրա, թե մենք ինչ ենք ուզում վիզուալ կոնտենտ, ինչ վիզուալ կոնտենտ ենք ուզում ստանալ։ Եվ ստեղ ունենք շատ հետաքրքիր մի գործիք, որի տարբերություն ուրիշ գործիքներում կարելի ասել բացակայում է, դա այն է, որ ինքը կարող է որոշակի տեսակի, հա, research-ներ անել, ինքը կարող է որոշակի դատողություններ անել, ասենց ասեմ, հա, այսինքն պատկերացնենք, որ մենք տալիս ենք կոնցեպտի հրահանգ ինչ որ մի հատ լավ դիզայների, հա, որ ինքը պետք է տարբեր տեսակի кейսեր անի, տարբեր տեսակի գործողություններ անի, ուրեմն այստեղ ունեմ մի հատ prompt, եկեք ես հիմա այս prompt-ը ուղարկեմ ստեղ ու մի հատ խոսենք նաև այս ընդհանուր գործիքակազմից, հա, տեսակ չէ, որտեղ դրեցինք prompt-ը գրում ենք ստեղ, եթե նկարներ ենք ուզում ավելացնել, սխմում ենք ստեղ, choose from library, ստեղ արդեն այն նկարներ են լինելու, որոնք որ մենք արդեն տեղադրել ենք, upload from device, այսինքն դրանք այն նկարներն են լինելու, որոնք որ գտնվում են մեր համակարգչում, սխմում ենք ստեղ ու upload ենք անում։ Այս պարագայում մենք ուղղակի իրան հրահանգ կտանք, ես եկեք հրահանգը տամ,
գիտեմ էլի, որ ինքը լավ երկար է աշխատելու ու մի քիչ ստեղից է կխոսենք միջև ինքը կատարի մեր հրահանգը։ Ստեղ Explore բաժինն մենք տեսնում ենք ստեղ, հա, տարբեր տեսակի AI արտիստների աշխատանքները, ստեղ նկարներն են։ Այս մեր գեներացրած նկարներն են, չէ՞։ Չէ, սա մեր գեներացրած նկարները չեն, սա հենց AI արտիստների կողմից, հա, այսինքն սովորական մարդկանց, ովքեր որ գեներացրել են, իրանց աշխատանքներն են, սա վիդեոներն են։ Հա, այսինքն Explore բաժնում այդ տարատեսակ միքսված բաներ է, թե նկարներ, թե վիդեոներ, հետո արդեն իր տակ առանձնացված։ Այո, ստեղ հոփերն են։ Թոփը հետևյալն է, ինքը 24 ժամը մեկ թարմացնում է ու լավագույն, հա, արձագանքներ ստացած, հետաքրքրություն առաջացրած տարբեր տեսակի կոնտենտներն են, լայքացները, այսինքն սրանք այն աշխատանքներն են լինելու, որոնք որ մենք ենք լայքե։ Իդեպ ասեմ, հա, այսինքն այս Explore բաժինը իրականում ինքը շատ հետաքրքիր բաժին է, օրինակ կարակ օրվա ընթացքում բացեք, եթե նույնիսկ չեք գեներացնում, հա, կարակ բացեք, տեսնեք ով ինչ է գեներացրել, եթե հավանեք, մի հատ լայքեք, որ ձեր մոտ լինի, ասեք, հա, լավ, հեսա հասնեմ տուն, մի հատ sense երեկոյան ժամ լինի, ես իմ թեյը կամ սուրճը դնեմ ու սկսեմ մի բան հետաքրքիր գեներացնել, հենց որ շատ լավ բաժին է իրականում Explore-ը ու ասեմ հետևյալը, եթե վերցնում ենք, հա, որպես AI արտիստի աշխատանք, հիմնականում AI արտիստի աշխատանքի 90%-ը հենց հետազոտություններն է։ Так, ուրեմն ինչ ունենք, prompt-ը հետևյալն էր, ես ուզում եմ, որ դու պատահականության սկզբունքով ընտրես տարբեր տեսակի աֆրիկյան վայրի կենդանիների եւ խառնես իրար, ստանալով նոր կենդանու տեսակ։ Հարկավոր է ստեղծել լուսանկար, որը կլինի շատ ֆոտոռեալիստիկ։ Այսինքն մենք տվեցինք իրան հանձնարարություն ու այդ հանձնարարությունը ինքը կատարեց։ Այսինքն մենք չդրեցինք, հա, կոնկրետ այս տարբերակը ինքը այդքան հետաքրքիր չի ստացվել, բայց այս տարբերակը բավականին հետաքրքիր է ստացվել, այսինքն այստեղ նույնիսկ ինքը մի քանի տեսակ է խառնել։ Ինքը կատարեց աշխատանք, ինքը մենք իրան չասեցինք, հա, ուրեմն ռնգեր ջուրից վերցնում ես այս հատվածը, առյուծից վերցնում ես այս հատվածը եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք իրան տվեցինք հանձնարարություն, որ ինքը այդ հանձնարարությունը կատարի։ Այսինքն ինքը ման եկավ իր հիմքում ինչ նկարներ ընկած, ու ինքը research արեց, ինքը առաջարկեց, դրեց մի խոսքով, մեզ արդեն sense պատրաստի արդեն բազա տվեց։ Ու կարող ենք հետևյալ մի հատ էլ prompt անել։ Իդեպ ասեմ, որ ստեղ ունենք հնարավորություն, հա, aspect ratio-ի, հետևյալն է, եկեք ես prompt-ը ուղարկեմ, որ շատ չսպասենք, ուրեմն հետևյալն է, ստեղ ունենք aspect ratio, իրանից ինչ է ներկայացնում ինքը, դա նկարի կողմերի հարաբերակցությունն է, մեկը մյուսին, կոնկրետ հետևյալն է, Սորան մեզ տրամադրում է հետևյալ հարաբերակցությունը 3-ը 2-ի, 1-ը 1-ի եւ 2-ը 3-ի։ Եվ բացի դրանից մենք ունենք այստեղ հնարավորություն, հա, մեզ քանի տեսակի վարիացիա ինքը կարող ապահովի, հա, օրինակի համար 2 կամ 1 տեսակի վարիացիա։ Հիմա տվել ենք 2 տեսակի, որ թեկուզ լավից վատից մի բան ընտրենք։ Իդեպ կարող ենք նման տեսակի առաջադրանք տալ նաև ինչու ոչ նաև Google AI Studio-ին, բայց եկեք մի հատ prompt ասեմ ինչա, որ կարծում եմ կսպասեք հետաքրքիր կլինի ինչ ենք անելու էլ, ես prompt-ը որ ուղարկել եմ արդեն ChatGPT-ին, ուրեմն ստեղ մեր մոտ հիմա տեսնում ենք process-ը արդեն սկսվել է։ Ուրեմն հետևյալ prompt-ն ա եղել, ստեղծի լուսանկար, որտեղ Jim Carrey-ն, Snoop Dogg-ը, Mr. Bean-ը հանգստանում են լողափին։ Եվ նրանք հակած կլինեն Disney-ի հերոսների շորերով։ Տեսնենք հիմա այս ամեն ինչի հետ ոնց է ինքը աշխատելու, այսինքն ստեղ ունենք, հա, sense տարբեր տեսակի research-ներ պետք է ինքը անի, այսինքն մի հատ պետք է հասկանա Jim Carrey-ին, մի հատ պետք է ինքը գտնի Snoop Dogg-ի նկարները, մի հատ Mr. Bean-ից նկարներ, իրանց տեղադրի լողափում ու մի հատ էլ այդ ամեն ինչը հերիք չի, մի հատ էլ Disney-ի շորերով։ Կբավականին բարդ է էլ այդ ամեն ինչը անել ու նման տեսակի մոդելների ամենամեծ պլյուսը հենց դա է։ Որ իրենք կարող են տենց տարբեր տեղեր research-ներ անեն ու
դրա հետ աշխատեմ։ Հետաքրքիր է, այս prompt-ի հետ ոնց կաշխատի Google AI Studio-ն։ Արման ջան, զուգահեռ մեր մասնակիցներից մեկը բան Seedream-ով գեներացրեց այդ նկարը։ Հա։ Արես աչքի անցկացնես։ Անուշտեն գրել է ոնց որ հակագազով հարուստ լինի։ Տերներ մոտ չաթում ուրախ է անցնում։ Так. Չաթում կա, ես չտեսա։ Հա, Zoom-ի չաթումը։ Ահա։ Ահա։ Եկեք մի հատ դա էլ անենք հենց դա էլ անենք Google AI Studio-ում, տեսնենք ոնց կաշխատի։ Ես նորից հիշեցնեմ, որ եթե մասնավորապես այս գործիքների մասին հարցեր ունեք, անպայման գրեք, որովհետև հեսա մի 15 րոպեից էլի ունենալու ենք հարց ու պատասխան։ Իրապես այս նկարների մասին հələ մենք շփվելու ենք, խոսելու ենք այս նկարների հետ կապված, հա։ Իրապ հենց այնպես չենք արել այս նկարների գեներացիան, այսինքն մի հատ sense վիճակով, մի հատ sense վիճակով, sense մի քիչ sense suspense պահենք, հա, այդ պահովը ինչ որ հետաքրքիր բան է լինելու։ Հենց որ դուք եք կարաք հիմա նման տեսակի մի հատ փորձարկում անեք, միջև գեներացիաները մեր ստեղ մոտ պատրաստվում են, ահա, ունենք։ Դե լավ էլի, այ Google AI Studio-ից ինչ արագ ես աշխատում դու։ Так, ունենք նման տեսակի պատկեր, այստեղ մի քիչ պերսոնաժները մեր մոտ այդքան է ոնց որ այդքան է նման չեն իրանց, այսինքն Jim Carrey-ն մի քիչ այդքան Jim Carrey չի, բայց Mr. Bean-ը լավ օքեյ։ Snoop Dogg-ը օքեյ։ Լողափին են։ Լավ, եկեք մի հատ վերադառնանք մենք սորա տեսնենք մեր մոտ այդտեղ ինչա սպասվում։ Տեսնում եք ինչ պատկեր ունենք։ Արեց։ Այսինքն շատ մեծ պլյուս է սա իրականում, հա, թե research-ը իրա, թե ոնց է ինքը այդ ամեն ինչը պատկերացնում, թե ինչքան կոնստանտ է պահե պերսոնաժներին։ Այս պարագայում նայեք, երբ որ մենք աշխատեցինք Sora-ում, իդեպ ասեմ, նկարների resolution-ն էլ բավականին հետաքրքիր է, ավելի լավ որակա, քան ստե Google AI Studio-ում։ Եկեք մի հատ Google AI Studio-ը նայենք։ Ստեղ տեսնում ենք, որ պերսոնաժները այդքան էլ կոնստանտ չեն։ Իսկ Sora-ում բավականին կոնստանտ են, այսինքն այն պերսոնաժներն են, որոնք որ մենք ակնկալում ենք տեսնենք իրականում։ Շատ կարևոր մի պահ կա, ժողովուրդ, ուրեմն հետևյալն է, հա, մենք նայում ենք, հա, ասում ենք, լավ, երկուսն էլ LLM են, երկուսն էլ նկարներ են գեներացիա անում, ինչի ընտրենք Sora-ն կամ ինչի ընտրենք Google AI Studio-ն, հա, առաջին հայացքից իրականում նույն գործողությունն են անում, բայց իրականում չէ։ Հետևյալն է, անդադ ու կախված է ձեր պրոյեկտից, հա, ինչ պրոյեկտի վրա եք աշխատում։ Սենց թե նենց, ճիշտ է, երկուսն էլ LLM են, երկուսն էլ նկարներ են գեներացնում, բայց տարբեր հիմքեր ունեն իրենք եւ տարբեր աշխատանքային մոտեցում ունեն իրենք։ Նենց որ փորձարկումներ պետք է արվի, նենց որ պետք է տեսնեք ձեր նախագծի համար, հա, որ գործիքն է ավելի հարմար։ Ստեղ գեներացրեցինք։ Կարծում եմ այսքանը լրիվ բավարար կլինի, հա, որ ընդհանուր պատկերացում կազմեք, ոնց կարելի է աշխատել, հա, հենց Sora-ի ներսում, ինչ գործիք է կազմ ինքը իրանից ինչ գործիք է կազմեր, ինչ գործիք է կազմ կա իրա մեջ։ Մի խոսքով, եթե ունենք հարց ու պատասխան, Անահիտ ջան, կարող ենք անցնել հարց ու պատասխաններին։
այս պահին երկու հարց ունենք, դրանց կարող ենք պատասխանել ու Սորայի մասով իրական մի բան եմ ուզում ավելացնել, սովորաբար մարդիկ ChatGPT բաժանորդագրություն են ունենում, բայց տենց չեն հիշում, որ դրա հետ կա Սորա, այնպես որ հիմա հիշեք, եթե ամսական ինչ-որ գումար տալիս եք ChatGPT-ին, անպայման մտեք Սորան փորձարկեք։ Եթե չեմ սխալվում, ամենասկզբից ոնց որ ասեցի, բայց ժողովուրդ ջան, չենք սահմանափակվում GPT-ով, GPT-ն ինքը շատ լավ գործիք է։ Եթե ունենք GPT, հենց օրինակի համար $20 անոց ամսական փաթեթը դուք ձեռք եք բերել արդեն, դուք կարող եք հանգիստ օգտվել Sora-ից։ Իդեպ ասեմ, ես մի քիչ երկարացնեմ, ժողովուրդ, դուք հարցեր տվեք, էլի։ Իդեպ ասեմ, ուրեմն հաշվարկը ոնց է արվում։ Սկսեցին հարցերը, շատ լավ է։ Ինչքան շատ հարց տակ, այդքան լավ։ Հետևյալն է, հաշվարկը ոնց է արվում, քանի հատ նկար կարանք գեներացնենք։ Հետևյալն է, եթե ունենք $20 ամսական փաթեթ, $20 ամսական փաթեթը հետևյալն է, Sora-ում, Sora-ն ի սկզբանե ոնց որ ինքը ստեղծված է վիդեոների գեներացիայի համար է ստեղծված եւ իր հաշվարկն էլ արվում է հենց ոնց որ կոպիտ հաշվարկով, կադրերի քանակով, այսինքն 1500 կադր մենք կարող ենք գեներացիա անել, եթե ունենք $20 անոց փաթեթը, ինչ է նշանակում 1500 կադր, այսինքն նույն 1500 նկարի գեներացիայի հնարավորություն ունենք անելու։ Հարցերը սկսեցին։ Ինչի սկսենք, սրանից եկեք սկսենք, Արման ջան, շատ լավ է, որ միացել եք այքես բանի թիմին, շատ շնորհակալություն։ Old Sora-ն որն է, 1500 կադր, չլսեցի, ամսականն է, այո, ուրեմն հետևյալն է, Old Sora-ն, ուրեմն ունենք ստեղ Sora-ի նոր վերսիան, սա Sora 2-ն է, այն Sora-ն է, որ Instagram-ներում, TikTok-ներում անդադ պտտվում է, հետևյալն է, Sora 2-ը հասանելի չի Հայաստանում եւ պետք է ունենաք, այսինքն Ամերիկայից ամերիկյան account պետք է ունենաք, որ կարողանաք օգտվել Sora 2-ից, եկեք լավ փորձեցի դա ասեմ եւ 1500 կադր, այո 1500 կադրը դա վիդեոյի գեներացիաների համար է, իդեպ ասեմ, որ վիդեոները կարող եք գեներացիա անել, եթե ուզում եք վիդեո գեներացիա անել, ստեղ image-ին տեսնում ենք, սխմում ենք վիդեո ու գեներացիա ենք անում վիդեոները, բայց վիդեոների մասով մենք ավելի շատ սենց խորացված խոսելու ենք, մի հատ ուրիշ լավ գործիքով ենք այդ վիդեոները գեներացիա անելու, բայց թեթևակի կանցնենք նաև ստեղով, զուտ ոնց ենք անելու պրոմպտինգը, գեներացիա չենք անի, որտեվ հնարավոր է բավականին երկար տևի, ես չեմ ուզում չհաշահեմ այդ ժամանակը, 1500 կադրը, այո, այսինքն այդքանի վիդեո եւ այդքանի նկար կարող եք գեներացնել։ Image to GIF անվճար տարբերակ կարող եք հուշել, շնորհակալություն։ Image to GIF, GIF-ը եթե չեմ սխալվում, դա նկարի շարժական վիճակն է, ինքը կարելի ասել նկարը ուղղակի մեջը տարբեր տեսակի կադրեր է պարունակում, Image to GIF անկեղծ ասած մի քիչ պատկերացրեցի ինչի մասին էր, եթե հնարավոր է մյուս հարցին ավելի մանրակրկիտ խնդրեմ ես մի քիչ բացենք չակերտները, որ փորձեմ պատասխանեմ։ Եթե ունեմ անվճար 1 ամսով ChatGPT Plus, կարող եմ Sora-ում վիդեո գեներացնել։ Եթե գիտեք ոնց կարելի է ChatGPT Plus ու անվճար, ինձ էլ ասեք, ես էլ իմանամ, որտեղ ChatGPT Plus-ը դա արդեն վճարովի փաթեթն է, ամսական փաթեթն է, $20, եթե չեմ սխալվում, այո, կարող եք այդ պարագայում գեներացիա անել Sora-ում, մտնում եք sora.chatgpt.com ու սկսում եք գեներացիաները անել։ Բա CGI համար ինչ կառաջարկեք, CGI համար շատ լավ բաներ կարամ առաջարկեմ, օրինակի համար After Effects կարամ առաջարկեմ, 3ds Max կարամ առաջարկեմ, Unreal Engine կարամ առաջարկեմ, Cinema 4D, բայց դրա մասին հաջորդ դասին։
Так, ինչպես կարող ենք պատրաստել AB մոդել, ով կնկարահանվի հոլովակներում և կասի խոսակցական տեքստեր ձայնով։ Սրա մասին հետևյալն է։ Սա այս հարցի պատասխանը ոնց որ ընթացքում դասի ընթացքում ենք ունենալու, եկեք էսի սենց մտքի մեջ պահենք, որտեղ սրա մասին ընթացքում կխոսենք։ Так, մոնտաժի համար, որ այ գործիքն եք առաջարկում։ Մոնտաժը ինքը իրանից չի ներկայացնում որպես այդպիսին, հա, AI, մոնտաժի համար կան տարբեր տեսակի ծրագրեր։ AI-ը դրա հետ մոնտաժի հետ կապված մի քիչ տարբեր բաներ են իրանք։ Մոնտաժի հետ կապված կարող եք սովորել նույն Premiere, օրինակի համար Premiere-ով էդիթինգները անել։ Так, եթե հեռախոսով ChatGPT APP-ով ենք օգտվում, ինչպես Sora-ն միացնենք։ Հետևյալն է, նույն մի հատ sense օրինակ ձեզ բերեմ, որ ձեր համար մի հատ լրիվ պատկերացնենք, հա, այս ամեն ինչի իրանից ինչ է ներկայացնում։ Հետևյալն է, պատկերացնենք, հա, օրինակի համար մեքենաների օրինակով ձեզ ասեմ, որ դուք պատկերացնեք իրանից ինչ է ներկայացնում։ Օրինակի համար, հա, BMW-ն արտադրում է ինչ-որ ինքը ունի նաև առանձին արտադրամաս, որտեղ որ պատրաստում են մարտկոցները, հա, մատորները, ասենց հայերեն ասած մատորները։ Հիմա ուրիշ մեքենա կարանք դնենք այդ մատորը իր վրա, օրինակի համար Volkswagen-ի վրա, ինքը արտաքինից լինի Volkswagen, բայց իր մեջ լինի BMW-ի մատորը։ Բայց BMW-ն էլ ունի առանձին համ իր մատորը, համ իր մեքենան։ Հիմա, երբ որ խոսում ենք Sora-ից, Sora-ն դա հենց BMW-ն է, իր BMW-ի մատորով։ Ինչը որ ասում ենք ChatGPT-ն մի քիչ արտաքնապես ուրիշ է, բայց իր մեջ BMW-ի այդ մատորն է, Sora-ի մատորն է դրած։ Այսինքն, եթե ուզում եք նկարներ գեներացնենք, հենց հանգիստ կարանք բացենք, գեներացիա անենք ChatGPT-ում։ Հանայի ջան։ Արմեն ջան, նախորդ հարցի մասով եմ ուզում մի փոքր հավելում անեմ մոնտաժի հետ կապված։ Կանում հա ոնց ասեցիր, ինքը տենց առանձին գործառույթ է իհարկե, բայց մի հատ գործիք կա, ես էլ ես վերջերս տենց թեստավորել էի Opus Clip, ես բանում պատասխանում դրեցի հղումը, եթե հետաքրքիր է կարաք գնաք փորձարկեք։ Ինքը այս պահին հայերեն վիդեոների հետ շատ լավ չի աշխատում, բայց անգլերեն վիդեոները ինքը ավտոմատ հասկանում է, որ մասերն են տենց շատ հետաքրքիր, մոնտաժ է անում, տենց կպցնում, կտրտում, օրինակ ռիլեր է սարքում, կարաք փորձարկեք, շատ օգտակար է։ Մեկ էլ առաջարկվել էր այնտեղ CapCut-ը, որի մեջ էլի ահագին խելացի խմբագրումների հնարավորություն կա։ Ես մի քիչ ավելի պրոֆեսիոնալ գործիքներով եմ աշխատում, հավանաբար այդ պահով ես մի քիչ այդպես սիրողական պահերը, հա, այդքան լավ չեմ տիրապետում, բայց հա, եթե զուտ կտրտելն է, հա, սալատ հանելն է, հա, Ոչ վիզուալիստներս յոլա եք գնում տենց։ Հա, եթե զուտ կտրտելու պահն է, հա, օքեյ, CapCut-ը լրիվ օքեյ է։ Так, որ գցում եմ նկարը տալիս prompt Sora-ում ասում է remix, հետո username-ը ուզում ու էլ չի աշխատում։ Ինչն եմ սխալ անում։ Так, ուրեմն remix-ը հետևյալն է, երբ որ դուք որոշակի փոփոխություններ եք անում արդեն նկարի վրա։ Այսինքն հետևյալն է պահը։ Так. Հավանաբար նման տեսակի, հա, գործիքի մասին է խոսքը։ Ստեղ արդեն սենց ենք անում ու ստեղ արդեն գրում ենք prompt-ը օրինակա ինչ ենք ուզում ստեղ փոխենք։ Ինչը վերաբերում է username-ին, հավանաբար անվճար վերսիայով եք աշխատում, կարծում եմ, դրա համար երևի թե username-ը ուզում, այսինքն հաստատված գրանցումը լինի, կարծում եմ էտա պահ, Անահիտ ջան, եթե հավելում ունես կոնկրետ սրա հետ կապված, Իմ հասկանալով username-ի հետ կապված։ Հա, ես մտածում եմ, որ չգրանցված վիճակում եք այդ փորձում, ինքը default-ով remix-ն է առաջարկում, մի հատ փորձեք ակաունտի մեջ մտնել, հետո արդեն Արմանի նշած քայլերով գեներացնել։ Հավանաբար այդ պահն է։ Image to GIF նկատի ունեի գործիք, որի միջոցով տրված լուսանկարի հիման վրա կսարքվի շարժական GIF կամ կարճ վիդեո։ Հասկացա։
Ու կարծում եմ հետևյալն է, image to GIF որպես այդպիսին նման տեսակի բան չունենք, այսինքն ունենք նկար, որի վրա մենք կարանք հիմնվենք եւ վիդեո գեներացիա անենք։ Դրանից հետո, ինչը որ մենք գեներացիա ենք արել, մենք կարանք տարբեր տեսակի, կարծում եմ on-line հարթակները կլինեն, որտեղ որ օրինակի համար MP4 ֆորմատի վիդեոն հնարավորություն կունենանք ֆորմատավորելու GIF, այսինքն ոչ թե նկարը միանգամից GIF, այսինքն նկար, հետո նկարից գեներացնում ենք վիդեո եւ նոր դրանից հետո արդեն on-line հարթակներում, օրինակի համար կարող ենք research անել, հա, նույն Google-ով օրինակի համար MP4 to GIF online, չգիտեմ, online converter, ու ինքը հաստատ կբերի տարբեր տեսակի գործիքներ on-line ու բավականին շատ ու կարծում եմ նաև անվճար։ Так, սա էլ պատասխանեցինք, Sora ChatGPT-ում կարող ենք նկարից տեսահոլովակ գեներացնել։ Հետևյալն է, Sora-ում կարող եք գեներացնել, ChatGPT-ին դա հարթակ է, հա, ասենք ասենք, գործիք է, որտեղ մենք կարողանում ենք շփվել, քննարկումներ ունենանք, եթե ուզում ենք նկարից վիդեո գեներացիա անել, այո, դա անում ենք արդեն Sora-ում, ChatGPT-ում չենք անում։ Դե ինչ հարցեր է այսքաններ։ Հանձի հարցերը պատասխանված են, ես առաջարկում եմ արդեն գնանք մեր 10 րոպեանոց դադարին, հետո վերադառնանք ու արդեն դասի երկրորդ մասին անդրադառնանք։ Էլա ջան, խնդրեմ քո հետ հաշվարկը միացնես, Արման ջան, դու անջատես քո էկրանը։ Վերադառնում ենք 10 րոպեից, հենց ժամանակը պրծնի, հետ եկեք որ շարունակենք։ Մերսի շատ։